Բարևձեզ Սկալայի եթերում այսօր մենք զրուցելու ենք գրող, հրապարակախոս, տնտեսագետ, հայրենադարձ սփյուռքահայ եւ անվտանգության խորհրդական Վահան Զանոյանի հետ։ Բարևձեզ, պարոն Զանոյան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ, որ Գյումրիից մինչև այստեղ եկաք։ Կա արդյոք ազգային ճգնաժամ մեր երկրում այսօր, ինքնության ճգնաժամ։ Եթե այո, ապա ինչպիսին է այն, ինչպես կբնութագրեք ստեղծված իրավիճակը։ Ես կհավատամ, որ կա ճգնաժամ, թեև հավանցիկ Երևանի փողոցներով քայլողը չի տեսներ իրականությունը այսօր։ Մեր ճգնաժամը ավելի ազգային եւ pedagogy օրագարկներու դարանչադումն է էստիս։ Կան ազգային օրագարկի վրա հարցեր, օրինակ ցեղասպանության ճանաչումը, օրինակ արցախցիների իրավունքը, Արցախի գորուստը, օրինակ մեր կերիների իրավիճակը Բաքվի բանդերում, մեր արժեքների, մեր ինքնության, մեր հավաքական գիտակցության անգումը, որ ազգային օրագարկի վրա են, որոնք գոյություն չունեն պետության օրագարկի վրա, կամ այս ներկա վարչակազմի օրագարկի վրա։ Կա նաև վարչակազմի օրագարկի վրա գարկմը հարցեր, օրինակ մեր հնագույն հաստատության եկեղեցվոթեմ եղած բայկարը, որ չի կարելի դեղավորել ազգային օրագարկի որևէ մի տեղ։ Այս աստիճան դարանչադում ազգային եւ pedagogan օրագարկերի միջև ես ուրիշ երկրի մեջ չեմ տեսած։ Չկա այդպես բան։ Ոչ Թուրքիան ունի դա, ոչ Հնդկաստանը, ոչ Հունաստանը, ոչ Իռլանդան, իրենք Ադ աստիճան դարանչադում չի կարելի։ Ճիշտ հակառակ process-ն ենք մենք նկատում այսօր տարբեր երկրների շրջանում վերադարձ դեպի արմատներին, ակունքներին, ինքնությանը, այսինքն համաշխարհային արենայում էլ ինքնության պայքար է։ Այս հողը իմն է, որովհետև ես այստեղ եմ եղել, որովհետև սա իմ ինքնության խորհրդանիշն է, սա իմ ինքնությունը։ Մեր երկրում ճիշտ հակառակն է արվում, բերեք հասկանանք ինչու։ Տեսեք, գբադայի մեկ որ pedagogan շահը մի բան բան չէ, որ ճիշտ ինչպես որ է չի դեղավորվի ազգային կոնտեքստի մեջ։ Ադի նորմալ է, բայց ամբողջ ազգային խնդիրները դուրս թողել պետության օրագարկից, այսպես բան չկա աշխարհի մեջ։ Տեսեք, բոլոր գրնակ ուսումնասիրել ասմիս երկրները, որ սպիրկ ունին, մեր առումով չէ իրենց սպիրկը, բայց ունին, այսինքն ոչ հետաքրքրությամբ կհետևին իրենց ազգագիծների իրավիճակին, իրենց դարբեր որտեղած երկրների մեջ։ Իշխանությունը չի ընդգրկում պետական օրակարգ, բայց մենք զգում ենք արդյոք դա, մենք պարտադրում ենք արդյոք դա, այս մեր ինքնությունը, այս ինքնության պայքարը պիտի արտացոլվի, չէ, պիտի դա լինի հրամայական օրվա իշխանության համար, եթե երկուստեք չկա, ուրեմն այո, իսկապես ճգնաժամի հետ գործ ունենք։ Տեսեք, ես ինչպես որ տեսնում եմ ես հոս Հայաստանի ընդհանրապես, բոլորը չեն կրնար ընդհանրացնել, բայց Հայաստանի հասարակությունը բարոյալքված է, խապված է զգում, հուսահատված է, այդ բաժարավ 50%-ից բագաս մարդ անցյալ ընտրություններն կվետվավ։ Ասի անդարբերություն է մի կողմանից, բայց անդարբերություն բարոյալքված լինելու բաժարավ, ոչ թե այնպես անդարբերի հոգս չէ երկիրը ինչ կլա։ Այդպես չէ։ Եվ 20-ի պատերազմը շատ բան փոխեց։ 20-ի պատերազմից առաջ աստիճան չէր բանը, ճգնաժամը չէր գնալալ։ Բայց 20-ի պատերազմից հետո շատ բան փոխվեցավ։ Եվ 20-ի պատերազմից հետո մանավանդ հաջորդած գորուստները, օրինակ 23-ի Արցախի գորուստը։ Արցախի գորուստից առաջ մեր Արցախ հայտարարելը, որ մերը չէ, շփոթ արտընծուց ժողովրդի մեջ։ Այս ժողովուրդը ալ չգիտեր ում հավատա, ում հետևի։ Այս վիճակի մեջ ընդդիմությունն ալ դժվարություն ունի։ Տեսեք, ընդդիմությունը նույնիսկ եթե շատ լավ գազագերբված ընդդիմություն լար, բարոյալքված հասարակության մեջ ընդդիմություն որպես աշխատելը շատ դժվար բան է։ Ուրիշ երկրների մեջ է, միայն Հայաստանի մեջ չէ։ Պարոն Զանոյան, տեսեք, դուք կարծես ճշտբաժան անցկացրեցիք 2020-ից առաջ եւ 20-ից հետո։ Ուզում եմ իմանալ ինչ տեղ ունեցավ ժողովրդի հետ։ Մի փուլում, եթե դիտարկենք 2020-ից առաջ, ունեինք այսպիսի արտահայտություններ, որ ժողովուրդը Արցախի հանձնումը չի թույլ տա որևէ կերպ, անգամ գրաված տարածքների հետ վերադարձ չէր դիտարկվում որևէ կերպ, 7 շրջանների, դա եւս այսպես մեծ աղմուկով են ընդունում, հող հանձնողին կհանձնենք հողին եւ այլն, այսպիսի հոխորտանք կար անդադար։ Եվ 2020 պարտություն,
Հետո Արցախի 23 լիակատար հանձնում, հետո 120,000 արցախահայերի գաղթ էթնիկ զտում դեպի մեր երկիր եւ հասարակությունը հաշտ է։ Եվ ուրեմն եթե դիտարկենք 2020 եւ այսօրվա ինչ տեղ ունեցավ այս հասարակության հետ։ Շատ լավ հարցում է եւ բոլոր մանրամասներում պատասխանը ես ալ չունիմ, բայց ես եմ իմ գարձիկս ինչ է եւ այդ պատասխանելու համար մի քիչ ետ պիտի գնանք։ Տեսեք, երբ որ Հայաստան անկախացավ 91-ին, Սփյուռքը ընդհանրապես մանավանդ Սփյուռքի կենտրոնները, որ հայաբահբանումը շատ ուժեղ էր, մի մեծ շունչ քաշեց, ասիկ, վայ, հիմա ազատ անկախ հայ pedagogiություն կա, ուրեմն աս հայաբահբանման բերը մասամ կրնանք մենք թոթափել, քանի որ վերջ-վերջո իշխանություն ունենք, պետություն ունենք, իրենք կպաշտպանեն։ Նույն ժամանակ եւ ասմասին շատ քիչ կխոսվի, անկախ պետությունը մեր ավանդական թշնամիներուն տվավ կոնկրետ հստակ շոշափելի թիրախ։ Երևա գայսեք, ինչ անկախ պետություն ունենալը թշնամին թիրախ չուներ։ Լավ, եթե հայության դեմ մի պիտի հարվածե կամ պիտի հարցակի, ուր պիտի հարցակի, աշխարհասփյուր հայերը թիրախ չեն։ 20-ի պատերազմը շատ բան փոխեց այդ իմաստով, որ թշնամին օգտագործեց 20-ի պատերազմի հաղթանակները եւ ադոր հետևանքները հարվածելու ոչ թե միայն հայ պետությունը, այլ ամբողջ հայ ազգի հավաքական գիտակցությունն ու հիշողությունը եւ բայկարելու գամքը։ Տեսեք, բայկարելու գամքը, որ շատ ուժեղ էր մինչ այդ էլ հանգարց թուլացավ։ Բարդությունը թերևս ատկամ մեծ շոկ էր, որովհետեւ մենք մարդ չեր ակնկալել, որ մենք կբարդվենք։ 90-ականներու հաղթանակներից ստերքինով ծած գարավարության հրետորապանությունը հաղթելու ենք, ամեն մարդ կսպասեր մինչև վերջին ռոբեն, որ մենք հաղթելու ենք։ Եվ շատ բանտեր բացահայտված չի այդ պատերազմի բարակաների մասին, ինչ եղավ, ինչու բարդվեցանք եւ ես շատ դարբեր բաներ լսել եմ, բայց ականադեսներից, գրվողներից բաներ լսել եմ, որ նույնիսկ գրված ժամանակ միշտ չէ, որ մենք հաղթելու գամքը ունեինք։ Էդել կա։ Չեմ դեր ինչ փոխեցավ, բայց մի բան փոխվեցավ, մի բան հարվածեցին, թե պետությունը, թե մեր բանակը, այդ հազարներով զոհերը, թե մեր ազգի հավաքական գիտակցությունը, հիշողությունը եւ բայկարելը։ Եվ այն ինչ տեղի է ունենում հիմա, հարվածներ են հասցվում մեր ինքնությանը։ Ինչ է ասվում, ցեղասպանության մասով ծածկենք, այլևս պետք չէ խոսել, էթնիկ զտում տեղի չի ունեցել, արցախահայերի վերադարձի մասին ոչ մի խոսք չպիտի լինի, եւ այլն եւ այլն։ Եկեղեցու դեմ մասշտաբային հարձակում մենք տեսնում ենք, այսինքն ունենք պատերազմի արդյունքում թուլացած ժողովուրդ, որը, ինչպես նշում եք, բարոյալքված ժողովուրդ, որը չգիտեմ, չի կարող կամ չի ուզում այլևս պայքարել կամ հոգնել է, չգիտեմ ինչ անուն տա, եւ մյուս կողմից պետական քաղաքականություն, որը ինքնության ազգային արժեքների դեմ է։ Սա ինչի կարող է հանգեցնել։ Շատ վտանգավոր երևույթ է, շատ։ Երբ որ պետությունը իր օրագարկը ապա ազգայնացնե, այլևս ինքնիշխան չէ։ Տեսեք, ինքնիշխանության գլխավոր վախճանական նպատակը ինչ է։ Ինքնիշխանության գլխավոր վախճանական նպատակը ըստ իս ազգային ինքնորոշումն է, ինքնորոշում առանց արտաքին ազդեցություններու, որ ազգը ինքիր բնական էվոլյուցիայով գրնա ինքիր ապակա ճակատագիրը որոշել։ Լավ։ Եթե կառավարության օրագարկը ապազգայնացվի, ան ինքնիշխանության հետ կապ չունի, ուրեմն բանով սահմանումով ինքնիշխան չի կրնարել։ Ես նույնիսկ դժվարանում երբեմն մեր ներկա կառավարության պետությունս էլ վարչագազմ ենք մենք, վարչագազմ ունենք, կառավարություն ունենք, բայց իրապես ինքնիշխան պետություն ունենք, մեծ հարցական է ինձ համար։ Եվ երբ այնքան ադեմ, որ աս բոլոր ցերս աս գեդերը կան չէ, ասկային բովանդակությունը համված է պետական օրագարկից։ Էլ ինչ ինքնիշխանություն, որտեղից։ Պարոն Զանյան, եկեք հասկանանք ինչու է հանվում այդ դեպքում։ Այսինքն սա մեծ, չգիտեմ, գիտելիքներ պետք չեն հասկանալու համար, որ ինքնությունը կարևոր է պետության, պետականության պահպանման համար։ Եթե սա գիտենք, սա գիտեն անշուշտ, իշխանություններն էլ գիտեն, ինչու է այդ դեպքում հետևողական քաղաքականություն արվում։
որն է մոտիվը այս ամեն ինչի։ Վախեցած են։ Իրապես վախեցած են եւ մենք անցած 20-ի պատերազմից մինչեւ այսօր չենք դեռ պատրաստ չենք հաջորդ հարցակումը հետ մղելու, եթե վադայի, ապավինած ենք սթրիպի վրա օրինակ կամ օգոստոսի Վաշինգտոնի մեջ ստորագրված համասայնության վրա, ապավինած ենք կարգ ուրիշ երկրներում, որը սեն հələ Ադրբեջան հələ դուք խելոք մնացեք մի հարցակիկ, բայց մենք մեր ուժերով հարցակումը հետ մղելու կարողությունը չունի, իրենք այդպես կհավանան։ Ես կհավատամ, որ այդ 6 տարվա մեջ կրնայինք ունենալ։ Ադալ ուրիշ մանրամասն բան է, բայց կրնայինք ունենալ եւ բոլորին դարբեր քաղաքականություն պետք է ռադի ունենալու համար։ Բայց այդ չեն կրած։ Եվ այսօր իրենք կհավատան գոնե, որ մենք ծևը չունենք իդ մղելու։ Ուրեմն վախեցած են։ Ասալ ուրիշ խնդիր։ Վախով երկիր կառավարելը անդալ վնակավոր բան է։ Մեկ կողմից աբասկայնացնել պետությունը, մյուս կողմից վախով կառավարել։ Այլևս հետևանքները շատ ավելի քեշ կրնանալ։ Առանց պատերազմի հետևանքները քեշ կրնանալ։ Ես կրնամ կանխատեսել օրինակ, եթե այսպես շարունակվի եւ ներկա վարչակազմը վերընտրվի 5 տարի հետո ամբիսի ներդրում կներխուժե Հայաստանի մեջ, Թուրքիայեն եւ Ադրբեջանը, թե մարդկային, թե դրամական, թե ամեն տեսակ ռեսուրսներով ներդրում բան արևդուր, որ առանց մի փամփուշ կրակելու ու կան եւ ներսից կբայտեցնեն աս երկիրը, ներսից կգրավեն։ Ադալ կարելի է։ Տեսեք, ես ադի լուրջ վտանգ կտեսնեմ, թերևս նույնիսկ ավելի հավանական վտանգ, քան հարձակում Սյունիք կրավել եւ այլն։ Իրենք ասում են, եթե ինձ ընտրեք, պատերազմ չի լինի, սա էլ տարօրինակ հայտարարություն է, այսինքն ոչ քարոզարշավը կառուցված է այս տրամաբանության վրա, մնացած բոլորը պատերազմ քարոզող ուժերն են եւ իրենք ասում են մեզ ընտրեք, որ պատերազմ չի լինի, սա ինչ վստահություն է։ Մանավանդ այսօրվա հեղեղուկ աշխարհում, երբ մենք տեսնում ենք ինչ է կատարվում մեր շուրջը, ինչպես են բռնկվում պատերազմները, այսպիսի հայտարարություն անելը ինչի մասին է խոսում։ Տեսեք, ընտրության տարի է, անգլերեն Ամերիկա երբ որ ընտրության ժամանակը կա, գսեն silly season, այսինքն անհեթեթ եղանակ, ամեն ինչ կարելի է հոսի։ Բայց վերադառնա նույն իր նախկին քաղաքականության, ժողովուրդը վախեցնելով ընդունել դալ զիջումներ, որոնց կարիքը չկար, միայն խաղաղություն ապահովելու համար։ Օրինակ, տեսեք, ես դեմ չեմ անցյալ կառնան իսկական վտանգ կար, որ Ադրբեջանը հարձակի, եւ այդ հարձակումը կանխեցին աս օգոստոս 8-ի Վաշինգտոնի մեջ եղած համաձայնություններով շնորհիվ։ Ադոր դեմ չեմ, ես կարծեմ հիմարություն է պատերազմ հրահրել կամ պատերազմից խուսափելուց եթե ունես չխուսափիլ, երբ որ ադիգա անհավասար պատերազմ է եւ դու պաշտպանվելու կարողությունը չունես։ Հիմա, բայց մենք այստեղ գործ ունենք զիջումների հետ, միագողմանի զիջումների հետ, որոնք գապ չունեն այդ բոլորի հետ, հա։ Այսինքն ինչ կապ ունի Արարատը, ինչ կապ ունի Եգրեցին, ինչ կապ ունի նույնիսկ գերիների մասին խոսք չփանալը բանակցություններու մեջ։ Դիր մեկ խոսքը բաց, որը մեզ կտար բանակցային խորք, հենց դիվանագիտական հարթությունում բանակցային խորք ունենալու հնարավորություն, որ վաղը հակառակորդի հետ խոսում ես դու ունենաս ինչ-որ բան սեղանին դնել։ Խաղաղության բանակցությունները դասնյակ գետերից, օրագարկի վրա եղած գետերից մի հատը թողլա գերիների հարցը։ Ադի պատերազմ հրահրել չէ, ոչ այլ պատերազմ հայտարարել է։ Որևէ պետություն բardականություն ունի իր քաղաքացիներուն շահերի իրավունքները պաշտպանելու։ Այսինքն չեմ հասկանում ես, այսինքն այնպիսի զիջումներ կան, որոնք չի կարելի գաբել հարձակումը կանխելու հետ։ Պիտի արդյոք ձևակերպել կարմիր գծերը։ Այն տպավորությունը, թե կարմիր գծեր չեն մնացել։ Մենք անընդհատ պատրաստ ենք մեր ոտքը հետ դնել, որտեղ է այն կետը, կամ ունենք արդյոք այդպիսի կետ, կամ պիտի արդյոք ձևակերպենք այն կետը, այն կարմիր գիծը, որ այստեղից են կողմ արդեն մեր ինքնության, չգիտեմ, մեր պետության վերջն է, մեր պետականության վերջն է։ Եվ ով պիտի ձևակերպի հենց։ Ճիշտ հարցում է, երբ որ երկու բան կա, մեկը աբասկայնացում,
Երկրորդ վախ, Գարմիր գիծ չկա։ Այդ երկու բարակային։ Ինչպես Գարմիր գիծ տնելու համար մեկը պիտի ունենա հանդգնություն, նպատակ, տեսլական։ Գարմիր գիծը այսպես օդի մեջ չի գծվի։ Գարմիր գիծը հիմքավորում պիտի ունենա, չէ՞, ինչի հիման վրա։ Ազգային նպատակներու եւ գաղափարներու հիման վրա Գարմիր գիծ կարելի է։ 20-ի պատերազմից առաջ շատ հայերի համար Արցախը Գարմիր գիծ էր։ Հիմա ուր է։ Հիմա այս Գարմիր գիծը միակ անձը ըստիս, որ այդ Գարմիր գիծը մինչև այսօր պահպանած է, Բաքվի պանդում է Ռուբեն Վարդանյանն է, որ Բաքվի պանդից ասում է Արցախը գա եւ պիտի մնա։ Շատեր դեսեն ադի անհետեցություն է եւ այլն հիմարություն է, բայց մարդը այդ Գարմիր գիծը բահել է, սկզբունքային բանի վրա։ Բայց ուրիշ դեր Գարմիր գիծ գծելու համար մենք պետք ունենք ազգային գաղափարախոսության նպատակի տեսլականի տեսնենք թե ուր ենք գնում որպես ազգ ոչ թե միայն որպես 29743 կիլոմետր հատ քարտեզը որ դրում է ամենտեղ չէ այդ չէ հայրենիքը այդ չէ ազգը պետք է պաշտպանվի ամեն կնով ես ադորտեմ չեմ նայ հայ ժողովրդի համար pedagoganությունից ավելի կարևոր բան չկա մենք վաղուց զրկված ենք բանից pedagoganությունից մեր ամբողջ պատմության մեջ շատ քիչ եղած է ժամանակաշրջաններ, որ մենք պետություն ունեցած ենք։ Շատ ավելի երկար ժամանակաշրջաններ մենք ապրած ենք առանց պետության, քան պետությանով։ Այդ պատճառով ես կարգ հիմա Իրական Հայաստանի գաղափարախոսության մեջ թրույթներ կան, որ ինձ համար անհասկանալի են։ Ասում է պետականազուրկ ժողովրդի գոմե կրված կամ ստեղծված սահմանադրությունը իրավական ուժ չունի որովհետև մենք այսօր պետականությունը ժողովուրդ ենք եւ պետականազուրկ ժողովուրդը իրավունք չունի մեր սահմանադրությունը։ Չեն հասկանում, որ եթե 543 տարի այդ պետականազուրկ ժողովուրդը չդիմանար որպես ազգ, որպես մշակույթ, որպես հիշողություն, այսօր պետություն չերլար, այսօր պետությունը իր ամբողջ գոյությունը բարդական է այդ պետականազուրկ ժողովրդի համառության։ Հիմա ասում ենք չէ, ադոնցրադը կարևոր չէ, ինչպես էսի այդ դարանչադումը ազգային եւ pedagogan օրագարկների ամենավտանգավոր բաներից մեկն է, որ այսօր մեր ճգնաժամը ադե, անգելզորեն եթե մտածենք, եթե միս բոլոր ցուցանիշները որ կան այդ ճգնաժամի, քիչ մը փորենք, դագից ասնույնը գելլե, այդ ազգային հարցերի բացառումը pedagogan օրագարկ կարող ենք ենթադրել, որ սա արտաքին հրահանգի արդյունք կարող է լինել, որ իշխանությունները տուրք են տալիս արտաքին ազդեցություններին։ Մենք լսում ենք այդ հողորտանքը Ադրբեջանից փոխել սահմանադրությունը, հանել անկախության հռչակագիրը եւ իշխանությունները սա անում են, ինչ է թե մենք ունենանք այսինքն իրենք սա ինչպես են հրամցնում, որ մենք պիտի ունենանք իրական Հայաստան պիտի ունենանք, չպիտի այլևս կոնֆլիկտային տրամաբանությամբ առաջնորդվենք, չպիտի ակնկալենք, չգիտեմ, Արարատ եւ այլն, թեև մենք երբեք նման պահանջ չի եղել Թուրքիայից, բայց այնուամենայնիվ հիմա սա ասում են իշխանությունները, չպիտի կոնֆլիկտի, դրանք հարևանների հետ, հարևաններն ինչ ասում են, մենք ասում ենք, հա, ասում ենք լավ, խելոք ենք մնում մենք, եւ սրանով կլուծվեն մեր խնդիրները։ Տեսեք, ես աչքովս չեմ տեսած հրահանգ կա, բայց ինչպես որ նայեմ ես այսօրվա այս կառավարության օրագարկին եւ մանավանդ այն դրույթները, որ դուրս մնացած են այդ կառավարության օրագարկեն, 100% ասի հայկական օրագարկ չէ։ Հայկական չէ։ Եվ գրնամ նույնիսկ շատ բաները փաստել, որ թուրքական օրագարկ է։ Օրինակ, անցած 100 տարվա մեջ Թուրքիո կառավարության նպատակները մեկը եղած է ազգային հարցերը հերու բահել հայ pedagoganութենեն։ Ինչու՞, քանի որ սփյուռքը մանավանդ ազգային միտքեր կբերե հոս, չէ՞։ Միշտ եղած ասի։ Սովետի ժամանակ եղած է։ Գիտեք, Սովետը միությունն բայկարած էր, որ սփյուռքը եւ Հայաստանը երարմե անչափ մնան, քանի որ սփյուռքից ազգային գաղափարներ կային, բայց Սովետ միությունը ցահողեցավ, քանի որ ես շատ լավ կհիշեմ 70-ական 80-ական թվականներին ամբիսի ներխուժում կար հոս գաղափարներու, թերթերու, մշակութային կաներու եւ կբաժնվեր հոս եւ գային շատ ազգասեր եւ հայրենասեր մարդիկ Սովետի ժամանակ այստեղ, որ պահպանեցին այդ բոլորը
Թուրքիան փորձեց, Թուրքիան ալ շիդակ չի հաջողած։ Կային որ սպիրկը անկախութենեն հետո անալ ներխոժեցոց խառնուրդ եղավ սպիրկի եւ Հայաստանի միջև ատկաղապարներու խոշում առաջին 90-ական թվականներու հաղթանակները արդեն ապացուցեցին, որ միավորումը սպիրկի եւ Հայաստանի գրնա շատ հաջողություններ ու դանել։ Բայց այսօր մեր աբասկայնացված օրագարկը արդեն հաջողում է անել ինչ որ թե Սովետ միությունը թե Թուրքիան ցախողել է միջև անել, հա։ Մենք մեր ցերկով ենք անում ներսից ինչ որ ճշնամին դրսից չկրծավանել։ Այսինքն ջեղք բանալ ազգի եւ բերության միջև եւ ամենաանկորձնական ծևերով եւ ոչ անհրաժեշտ ծևերով։ Այո, եւ վտանգավոր է։ Ինչ կենթադրի Հայաստանի համար, երբ որ եթե այդ օրակարգով, այս նախընտրական ծրագրով վերարտադրվի, սա ինչ կենթադրի։ Տեսեք, մեր վտանգը կամ բادرազմով բան կգործընծնենք շատ, կամ խաղաղությամբ կգործընծնենք։ Խաղաղությամբ կշահեինք, եթե մենք ուժ ունենայինք այդ խաղաղությունը մենք բարդատրելու կամ երաշխի կլալու այդ խաղաղության։ Այն ադեն կշահեինք։ Բայց չերաշխավորված խաղաղությունը բարդության մի գև է, մի ցև է, հանձնվելու մի ցև է։ Հանձնվելու մի ցև է, որովհետև նախ բոլոր ինչ որ կբահանջվի գուդաս, երկրորդ սահմանները կփանաս, ինչպես քիչ առաջի կհրավիրես, բաց սահմանը լավ բան է, հիմա դեսականորեն շատ լավ բան է։ Ազատ արևդուր, բաց սահման, ներդրում, կապիտալի շարժում, մարդու, բայց եթե տեսնեք Հայաստանը ուր եւ Թուրքիո եւ Ադրբեջանի դեսությունները ուր, գրնան լրիվ ներսից գրավել եւ բայտեսնել այդ բոլորը։ Մենք բանը ուժը չունենք ամբիսի օրենքներ եւ ամբիսի կառավարման մեթոդներ տնել, որ կանխենք ադեսակ խաղաղության միջոցով լալիկ կորուստները կանխելու այսօր միջոցը չունենք, ճիշտ այնպես ինչպես բادرազմի միջոցով լալիկ կորուստները կանխելու միջոցը չունենք։ Թվում է 2020-ից հետո, գոնե 2020-ից հետո մենք պիտի ունենայինք մի իրավիճակ, երբ համախմբվում է ընդդիմությունը, հասկանում է ինչ է անելու, հստակեցնում է այն օրակարգը, ձեր նշած օրակարգերը, որը դուրս է մնում իշխանության օրակարգից, ինքը տալիս է այդ օրակարգ, ասում է էս, արվելու է այսպես, այս մարդկանց միջոցով գնում ենք այս ճանապարհով, շատ հստակ, շատ այնուամենայնիվ 20-ից հետո բավական ժամանակ կար այդ ամեն ինչը պատրաստվելու, իմի բերելու եւ այլն։ Ինչ ունենք այսօր, ունենք բսկտված ընդդիմադիր դաշտ, որոնք ավելի շատ միմյանց են քննադատում, քան իշխանությանը, անորոշ օրակարգ, անորոշ ծրագրերով գնում են եւ չձևավորվեց ընդդիմությունը, չկոնսոլիդացավ եւ մյուս կողմում ունենք իշխանությունը եւ այսպիսի ընդդիմություն, որը պայքարելու է այդ ստեղծված իրավիճակի դեմ։ Իրավունք ունեք, ընդդիմությունը չհաջողեցավ։ Համոզիչ եւ բարոյավար ունեցող այլընտրանք ներկայացնել հասարակության։ Լավ։ Չկրծա պատասխանել, լավ, եթե դուք լայք ինչ կանեիք։ Չկրծա պատասխանը համոզիչ ձևով չդրվեցավ մինչև այսօր։ Գան քարոզչություններ, լոզունգներ եւ այլն։ Մանավանդ խորհրդարանային ընդդիմությունը։ Ես կարծեմ մի քանի շատ լավ ելույթներ բաներ կարելի է լսել խորհրդարանի մեջ, իրապես դպավորիչ, բայց անկանադեմ որ իրենք միսները բացարձակ մեծամասնություն են, իրենց խոսքը իմաստ չունի ասպարակային։ Եվ անկանադեմ որ այդ խոսքը հասարակության չի հասնիր եւ ընդունելություն չի գտներ հասարակության մեջ, այն ադեն իրավ իմաստ չունի։ Չեմ գիտեր ինչու, ընդհանրապես աստեսակ ճգնաժամերի մեջ է որ հանգարց մեկը գահիտնվի, չէ՞, ընդդիմությունը։ Մենք վերջին անգամ որ այդ դեսակ փորձառություն ունեցած է հայ ժողովուրդը 1918-ին էր։ Ամենաթարն, ամենատեժ ճգնաժամի մեջ ցեղասպանությունից նոր եկած, արուն լվա, գես մերած, գես ողջ հանգարց մեջտեղ ուկա Արամ Մանուկյան։ Եվ հիմնե ամենաանհավանական բանը այդ բարականերու դակ առաջին հարաբերությունը։ Մենք այդ առաջին հարաբերության ժառանգորդներն ենք այսօր։ Ես կգնալ էի ներած գործներից հետո, թե 20-ի, թե 23-ի գործներից հետո, այդպիսի մի
ուժ հանգարց մեջտեղ կա, այդպեսի ինտիմության մեջ եւ ամեն ինչ փոխե։ Չեղավ, չեմ դեր ինչու չեղավ։ Իրավ չեմ դեր։ Այսինքն ադիալ հուսալքիչ երևույթներից մեկը դա է։ Հիմա գներեք, այս հաջորդ ընտրությունը կգնա դարբերը լալ 21-ի ընտրությունից։ Ես կարծեմ դարբեր բիլա։ 21-ին դեր ժողովուրդը այդ շոկի մեջ շատ այլընտրանք չէր տեսնում։ Եվ այս տարի շատ ավելի մեծ գորուսների արժև ենք մանավանդ Արցախի հետ կապված եւ մեր ոչ թե միայն Արցախ, Հայաստանի Հանրապետության դարաշներից գորուսների մեջ ենք։ Մեր քերիների հարցը արժանապատվության հարց է։ Ասի նույնիսկ եթե մարդիկ կան այստեղ, որ չեն սիրում որևէ մեկը Բաքվի բանդում նստած մարդկանց, յուրինես չենք սիրում, վերջի մեր ազգային արժանապատվության հետ կապ ունի ասի։ Ադի հայ ժողովուրդը արժանապատվության սկացումը չէ գործընծուցած, չեմ կարծեր, նույնիսկ եթե փառայալակված է։ Ուրեմն փոխված է իրավիճակը եւ մի քանի դարբեր ուժեր կան այս անգամ։ Գրնալալ մի բան փոխվի այս անգամ, չեմ դեր։ Տեսեք, խոսեցիք մի պահ, որ խորհրդային միության տարիներին Սփյուռքից գաղափարներ էին գալիս, արժեքներ էին գալիս եւ այլն, որ մեծ դերակատարություն ուներ։ Հիմա կարող ենք ասել, որ ամենաջլատված, ամենամասնատված փուլում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունը, ամենախզված այս անկախությունից ի վեր կարող եմ նման պնդում անել։ Տեսեք, նախ շեշտեմ, որ ես Սփյուռքի ներկայացուցիչ չեմ։ Այո, Սփյուռքահայ եմ, հայրենադարձ եմ, բայց Սփյուռքը ներկայացնելը ահավոր բան է, քանի որ Սփյուռք մի բառ, հեշտ Սփյուռք ենք ասում, այդպես բան չկա, միավոր չէ։ Ունակ ռուսահայ Սփյուռքը մի բան է, ցեղասպանությունից վերաբրած Սփյուռքը միջնարևելքի մեջ մի ուրիշ բան է, վերջին 30 տարին Հայաստանից գլենդել գաղթած Սփյուռքը բոլորովին ուրիշ բան է եւ այլն եւ այլն։ Ասոնց ամեն մեկը դարբեր չէ որ կմոտենանաս բոլորին։ Բայց մեկ բան հստակ է, որ ես նախընտրեմ խոսիլ հայ ազգի մասին, փոխանակ հայ բեդության մասին։ Հայ ազգը այսօր նույնքան բարակդված է, նույնքան բաժանված է եւ չունի մեկ իրար գաբող դեսլագան կամ ազգային նպատակ։ Բայց կարելի է ստեղծել այդ բոլորը։ Ես կհավատամ, որ ազգը այլևս փաստան է, որ բեդությունը չի կրնար ազգային շահերը պաշտպանել, պետությունը հələ հազիվ իր pedagogan շահերը դժվար է պաշտպանում, այլ մնաց ազգային շահերը պաշտպանե։ Ուրեմն ազգը պետք է ինքնին վերագես գազագերբե մի կերպ եւ ստեղծի ամբիսիլ ծագներ աշխարհի մեջ, ոչ թե Հայաստանի մեջ, եւ ունենա իր օրագարկը, որ pedagogan օրագարկի թեմ չէ, շատ կարեւոր է դիշեշտել, մենք pedagogan պետության թեմ աշխատելու մասին չէ խոսքը, ոչ այլ պետության հետ մրցելու մասին է խոսքը, բայց լրացուցիչ օրագարկ, որ ազգը ինքիր էությունը նախ բահբանե հետո գարենա պետության օգտակար լալ։ Ասեմ մեր մարդահրավերը այսօր ազգային մագարտակի վրա, որ հələ մի բա մորնանք պետության թեմ բայկարիլը կամ ընդդիմություն թողլա, ընդդիմության մասին չէ հարցը, ընդդիմությունը ներքին պետք է շարունակվի, բայց ադոր զուգահեռ լրացուցիչ ազգային օրագարկ պետք է մշակվի։ Բազմաթիվ երկրների անվտանգության խորհրդական եք եղել, եթե փորձեք 1-2 բառով շատ կարճ ասել, ինչպես վերագտնել մեր անվտանգությունը, որն է գաղտնաբառը, որն է բանալին, այդ միասնությունն է, հավաքականությունը, սեփական ուղին պատկերացնելը, այդ օրակարգը ձևավորելը, որն է անվտանգության գրավականը։ Սեփական ուժը մշակել եւ սեփական ուժի վրա ապավինել ամենակարևորն է։ Օրինակ, իրական Հայաստանի քաղաքապետարության մեջ մեկ դրույթ կա, որ գսե անվտանգության մեծակույն երաշխիքը խաղաղությունն է։ Ադգե ավելի սխալ բան չի աշխարհի մեջ, այդպես բան չկա, մարդկության պատմության մեջ այդպես բան չկա։ Խաղաղությունը անվտանգություն չէր աշխատավորել։ Անվտանգությունը խաղաղություն կբաժարե, երաշխավորե։ Եթե դու արդեն անվտանգությունը ապահոված ես, կգնաս խաղաղ ապրել, բայց անհավասար տշնամու հետ խաղաղությունը ստորագրելով անվտանգություն չես բերել։ Անվտանգությունը միակ բանն է, որ կարելի չէ ուրիշին վստահել։ Մենք մեզ պիտի վստահենք եւ մենք հնարավորություններ ունենք, աս ներգա տարի մարդահրավերները դիմակրավելու մեր սեփական ուժերով բոլոր հնարավորությունները ունենք, չենք օգտագործում։ Շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար։ Խնդրեմ։ Այսքանը Գալայի հյուրն այսօր Վահան Զանոյանն էր, գրող, հրապարակախոս, տնտեսագետ, հայրենադարձ սփյուռքահայ։ Շնորհակալ եմ նաև ձեզ ուշադրության համար, կհանդիպենք առայժմ։